Արդեն դեպքի վայրում է մոտ 1 ժամ գտնվում ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը, ով նույնպես քիչ առաջ զրուցում էր տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանի, իսկ հիմա էլ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ եւ քննարկում են, թե ինչ գործողություններ հետագայում պետք է կատարվի, որպեսզի շատ արագ կամուրջը հիմնանորոգվի եւ երթևեկությունը վերականգնվի։ Փրկարարներն են, որ առաջին իսկ պահից իդեպ իմ տեղեկություններով փրկարարների մեծ մասը ժամանել են Գյումրիից, 3 ամբողջ գիշեր Գյումրիի իրենց գործընկերների հետ փրկարարները լարված աշխատել են նաև Գյումրի քաղաքում, գիտեք Գյումրիում ինչ կարկուտեր տեղացել եւ ահա այնտեղ աշխատանքներն ավարտից հետո որ փրկարարները պիտի գնային հանգստանային, միանգամից ժամանել են այստեղ ու շարունակում են իրենց աշխատանքը։ Ափսոս, որ փրկարարների աշխատավարձը ինչ կառավարություն եկավ, ասեց լավ կբարձրացնի, բայց սա օդ դուրս եկան։ Դեպուտատների աշխատավարձները բարձրացնում եք ում ա պետք։ Դեպուտատը Աստված չանի, վաղը ընկավ ձորը փրկարարն է դրան ձորից հանելու։ Բայց այդքան տանջվում եք։